Հայաստանն ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է, որ իր հանձնարարականով հայ առաքելական եկեղեցում առաջացած խորը ճգնաժամի մասին զեկույց է պատրաստվում։ Նա ելույթի ընթացքում կաթողիկոսին 3 անգամ կոչել է ավազանի անունով Կտրիչ Ներսիսյան, ընդդիմությունն արձագանքել է սեղաններին հարվածելով։ Ի պատասխան ԿՊԱ-կան պատգամավորները սկսել են ծափահարել։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը մի քանի անգամ հանդարտության կոչ է արել։ Հայաստանը ՀԱՊԿ-ում աշխատանքները չի ակտիվացնելու խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ շատ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանը հեռացնել կազմակերպությունից, հավելելով. «Մեզ կազատեն դուրս գալ չգալու երկընտրանքից»։ Միաժամանակ Փաշինյանը կրկին դիմել է ռուս գործընկերներին երկաթուղու կառավարումը երրորդ երկրին հանձնելու խնդրանքով։ Նա ասել է, որ ներդրողներն ու բեռնափոխադրողները խուսափում են Երազ Խախուրիկ երկաթուղուց, քանի որ երկաթուղին ռուսական երկաթուղու կառավարման ներքո է։ Նա հավելել է. «Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ»։ Մոսկվան արձագանքել է ՀԱՊԿ-ի, ինչպես նաև Եվրամիությանն անդամակցության հայտի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պիսկովն ասել է, որ Երևանն ազատ է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու որոշում կայացնելու հարցում, եթե Հայաստանն այլևս կազմակերպության անդամակցության կարիքը չունի։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ կառույցին անդամակցության դիմում ներկայացնելուց հետո Հայաստանը ստիպված կլինի մի շարք ոլորտներում իր օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին, ինչը կվնասի երկրին ԵՏՄ չափանիշների հետ հակասությունների պատճառով։ Ռուսաստանից Հայաստան հերթական մատակարարումն է իրականացվել Ադրբեջանի տարածքով։ Հայաստան է ուղարկվել պրոպան տեղափոխող 7 վագոն, 242 տոննա ընդհանուր քաշով։ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, որը անցյալ շաբաթ հայտարարել էր իշխող Վրացական երազանք կուսակցության կողմից ճնշումների մասին, կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվել։ Քննության տվյալներով խոսքը Պաշտպանության նախարարության կողմից բժշկական սարքավորումների գրման գործընթացում ուռճացված գների, ինչպես նաև Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Ղարիբաշվիլիի կողմից հովանավորչության դիմաց 750,000 լարի կաշառք ստանալու մասին է։ Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Նրան սպառնում է 10-ից 15 տարվա ազատազրկում։ Եվրահանձնաժողովը հաստատել է 6 միլիարդ 100 միլիոն եվրոյի չափով աջակցությունը Ուկրաինայի պաշտպանական գնումների նոր փաթեթի համար։ Ֆինանսավորումը ներառում է օդային եւ հրթիռային պաշտպանության համակարգեր, հրթիռներ, ռազմամթերք եւ ռադարներ։ Գնումների մեծ մասը կիրականացվի Եվրամիության ընկերություններից։ Սա ԵՄ-ի յուրահատուկ նվերն է Ուկրաինայի անկախության օրվա առիթով։ Այսօր Ուկրաինան նշում է անկախության 35-ամյակը։